Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, ուժեղ ոդքասթն է եթերում եւ մենք ունենք նորից ուժեղ հյուր Ռոբերտ Կադարյանի հետ եմ զրուցելու, տնտեսագետ, ուժեղ Հայաստան կուսակցության անդամ։ Ողջույն Ռոբերտ։ Ողջույն։ Մենք ահագին շատ հարցեր ունենք քննարկելու, մասնագիտական հարցեր են դրանք հիմնականում, հենց տնտեսությանը վերաբերվող, էներգետիկային, հեցին եւ այլն, հենց ընթացքում այդ հարցերը կտամ, բայց մի հատ նախ մեր աուդիտորիայի համար կխնդրեմ ներկայանաք, ինչ ճանապարհ եք անցել, ձեր մասին մի քիչ պատմեք, sense մարդիկ իմանան։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց երկար տարիներ աշխատել եմ էներգետիկայի ոլորտում, շինարարության, արտադրության ոլորտում, հաշվապահ եմ։ Լրիվ ֆինանսական հետ կապված։ Էներգոյի Կասկադ Էներգո ՍՊ-ի տնօրենն եմ եղել մինչև վերջերս։ Շատ լավ։ Հիմա sense փորձենք հասկանալ ինչա կատարվում հեցի շուրջ։ Ինչ եղավ, ինչ փուլում է գտնվում, առաջ ինչպիսին էր հեցը, հիմա ինչ խնդիրներ են առաջացել, երբ որ այս փոփոխությունները տեղի ունեցան։ Մի քիչ այդ մասին խոսենք, հետո անցնենք հաջորդ հարցերին։ Նախ առաջինը կուզենամ պատմել, թե 2015 թվականի, երբ Տաշիր գրուպը գնեց Հայաստանի էլեկտրական ցանցերը, Ինտերրաո ընկերությունից։ Գիտեք, պետության խնդրանքով, չէ՞, որովհետև խնդիրներ կային։ Այո։ Խնդիրներ կար, գիտեք, նաև ցույցեր եղան բազմաթիվ կապված Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնի բարձրացման հետ կապված եւ այդ ժամանակվա իշխանության անդամները ղեկավարությունը խնդրեցին պարոն Կարապետյանին ձեռք բերել Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ փորձել կարգի բերել, քանի որ այլևս չէր լինում զսպել եւ տեխնիկական այն վատթար վիճակը, որ տարիների ընթացքում ձևավորվել էր, ինչպես նաև ֆինանսական վիճակը, որը կարող էր բերել սակագնի թանկացման։ Պարոն Կարապետյանը 15 թվականից ձեռք բերելով Հայաստանի էլեկտրական ցանցերի 100% բաժնեմասը, խոստացավ առաջիկա 20 տարիների ընթացքում չբարձրացնել սակագինը եւ այդպես էլ եղել է, այսինքն այս տարիների ընթացքում բոլոր արտադրող կայանների սակագները բարձրացել են, բարձրավոլտ էլեկտրական ցանցերի սակագինը բարձրացել է, սակայն սակագնի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնաբաժինը, քանի որ սակագինը ինքը բազմաշերտ է, այսինքն կարելի է տորթի հետ համեմատել արտադրող կայան, փոխադրող բարձրավոլտ էլեկտրական ցանցերը եւ բաշխող դա արդեն Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ այդ տորթի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնաբաժինը երբեք չի բարձրացել։ Չնայած կատարվել են ահռելի ներդրումներ, մոտ 1 միլիարդ դոլարին հասնող ներդրումներ է կատարվել այս ընթացքում։ Եվ նաև դրա արդյունքը, ինչ ենք ունեցել դրա արդյունքում 15 թվականին Բաշխից ցանցի կորուստը, էլեկտրաէներգիայի կորուստը եղել է 14.5%, իսկ անցած տարի այդ կորուստը կազմել է 6.5%, մոտավորապես 6.5-6.7%։ Եվ նույնիսկ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո այդ կորուստը չի բարձրացել, այսինքն կորուստը իրական կորուստ է եւ դա արդյունքն է այն ներդրումային ծրագրի, այն աշխատանքի, որ այս ընթացքում Տաշիր գրուպը իրականացրել է։ Դրա մեջ նաև մեր համեստ ներդրում ունենք, հաշվիչների ավտոմատ հաշվառման համակարգը ներդրվել է մեր ընկերության կողմից, Կասկադ Էներգո ընկերության կողմից, եւ այդ հաշվառման համակարգը եւս բերել է կորուստի նվազեցման։ Ու արդյունքում քաղաքացին իր գրպանի վրա չի զգացել գնի աճ։ Այո, սակագնի բարձրացում չի եղել եւ նաեւ կուզենամ համեմատության մեջ ոնց որ էլեկտրոցանցի հետ համեմատությունը միշտ ջրի հետ է կատարվում, վեոլա ջրի կորուստները հասնում են 65%, հեցի կորուստները 7%-ից քիչ են, այսինքն 6.5% մոտավորապես ամբողջ ցանցի համար դա իմ կարծիքով մոտ է արևելյան եվրոպական երկրներին, ավելի զարգացած երկրներին, որտեղ ցանցը ամբողջությամբ արդիականացված է։ Բայց հեցը առաջ եւ հիմա այս փոփոխություններից հետո, որ այսպես պետականացրին, հիմա ինչ է կատարվում այնտեղ օրինակ մեր էներգետիկ ոլորտում։
Ցավոք պետք է նշեմ, որ այն ներդրումային գործընթացը, որ մենք սկսել էինք, դադարեցվել է եւ շատ ցածր տեմպերով է առաջ գնում։ Նախորդ տարի 2025 թվականին ներդրումային ծրագիրը կատարվել է մոտավորապես 55%-ի չափով եւ այս տարվա ներդրումային ծրագիրն էլ դեռևս պարզ չէ թե ինչ չափով կկատարվի։ Եվ ամենացավալին, որ հեռանում են մասնագետներ, ինժեներներ եւ նրանց տեղը գալիս են փոխարինելու քաղաքացիական պայմանագրի տարբեր անդամներ եւ տարբեր ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր որ ընդհանրապես էներգետիկ համակարգի հետ առնչություն չեն ունեցել, համապատասխան ոչ կրթություն ունեն, ոչ բան ունեն եւ բազմաթիվ լրագրողներ եւս հարցնում են պարոն Պետրոսյանին, թե ինչի հետ է կապված այդ նշանակումները, դա ասում է ես այդ մարդկանց եմ ճանաչում, ասենք իմ ընկերներն են, իմ գաղափարական ընկերներն են, բայց դա տանում է նրան, որ էլեկտրոցանցին Հայաստանի էլեկտրական ցանցերի պես ինժեներական ենթակառուցվածքներ կառավարող ընկերությունը կուսակցականացվում է։ Դա լավ տեղ չի տանելու, դրա արդյունքը մենք վստահ եմ առաջիկա օրերին առաջիկա ժամանակներին տեսնելու ենք եւ տեսնում ենք, թե ինչպես են անցած տարվա վերջ Վարդաշենի վթարը երբ որ եղավ եւ մի քանի օր հոսանքազրկված էր Էրեբունի վարչական շրջանի մեծ հատվածը։ Իսկ այդ կառավարումը կարող է տանի սակագնի բարձրացման իրենց կառավարումը։ Հնարավոր է, չեմ բացառում։ Նվազագույնը այդ կառավարումը չբերեց սակագնի նվազեցման, այն ինչին որ Տաշիր խումբը դիմել էր, անցած տարի նույնիսկ մինչև ժամանակավոր կառավարիչ նշանակել է մայիս ամսին եւ նաեւ օգոստոս ամսին։ Սակագինը 2 անգամ է, տարին 2 անգամ է վերանայվում, 2 անգամ էլ մենք դիմել ենք ոլորտը կարգավորող հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, 2 անգամ էլ մերժվել է, դիմել են 3 դրամով սակագինը նվազեցման, քանի որ սակագնի մեջ առաջացել էր խնայողություն, 6 միլիարդի չափով խնայողություն, եւ մենք դիմել ենք, որ բնակչության սպառումը, սա էլ եմ ուզում պատմել, բացատրել մեր հայրենակիցները, որպեսզի ավելի պատկերավոր հասկանան, բնակչության սպառումը մոտավորապես 2 միլիարդ կիլովատ-ժամ է։ Հանրային բաժանորդների սպառումը մոտավորապես 6 միլիարդ կիլովատ-ժամ։ Մենք առաջարկել ենք, քանի որ խնայողություն համակարգում ունենք 6 միլիարդ դրամ, առաջարկել ենք մեր բնակչության համար, ոչ թե հանրային սպառողների, ասենք արտադրողների, ռեստորանների, գործարանների համար, այլ հենց բնակչության համար, այդ 2 միլիարդ սպառող բնակչության համար իջեցնել սակագինը։ 6 միլիարդ խնայողությունը 2 միլիարդ կիլովատ-ժամի հարաբերակցությամբ մենք ստանում ենք 3 դրամ։ Այսինքն հնարավորություն ունենք այդ հաշվարկը ներկայացրել ենք, պարզ ներկայացրեցինք, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց այդ առաջարկը։ Իսկ մեր էներգետիկ դաշտում հիմա ընդհանրապես ինչ է կատարվում, թեկուզ գազի հետ կապված ինչ գնահատական կտակ, որտեղ օրինակ խոսակցություններ կա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է խոսակցություններ գնում, որ իր բնականաբար տարբեր հետևանքներով ավելի sense մասնագիտորեն կուզենամ էլի այդ մասին խոսեք, հանրությունը լսի, իմանա ինչ է իրենց սպասվում այդ պարագայում, որովհետև բարձր մակարդակով այդ մասին խոսում են, չէ, որ եթե sense լինի մենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք կամ ինչ որ բան, որը որ կոնկրետ sense իր հստակ հետևանքներն է թողնելու։ Այդ դեպքում եթե խոսենք հենց էներգետիկ բնագավառի վերաբերյալ ինչ հետևանքներ կունենա ու ինչ կզգա քաղաքացին իր սեփական գրպանի վրա իր կենցաղում, իր բիզնեսում։ Շատ ուղիղ միանգամից հակագնի բարձրացում ենք ունենալու, քանի որ մենք ունենք Երևանի էլեկտրոկայանը, որը աշխատում է գազով, Հրազդանի ջեկը եւս աշխատում է գազով, Ռենկոյի կողմից, հա, այդ վերջերս գործարկված մի քանի տարի առաջված գործարկված էլի ջեկը նույնպես գազով աշխատող եւ ուղղակիորեն ազդելու է գազի գնի բարձրացումը, ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Միանշանակ հարաբերակցությամբ բարձրանալու է։ Ենթադրենք
գազի գինը եթե շատ ուղղակի է բարձրանալու, այժմ մենք գնում ենք $177, եթե դառնա ենթադրենք եվրոպական $600, միանգամից այդ 3 անգամ բարձրացումը գազի գնի վրա նույնպես 3 անգամ թանկանալու է, էլեկտրաէներգիայի դեպքում դա 3 անգամ չի լինի թանկացումը, բայց կլինի ասենք 20%-ով, նվազագույնը 20%-ով կբարձրանա։ Որը որ մեր երկրի նման երկրի բնակիչների, ովքեր որ այդպես բարձր եկամուտներ չունեն, ուղղակի կատաստրոֆիկ է լինելու։ Ես ինչքան sense փորձում եմ պատկերացնել, առանց էլ թանկ է, օրինակ եթե յուրաքանչյուրը խոսի իր ամսական վճարվելիք կոմունալների մասին, ու դրան գումարենք այդ ձեր ասած տարբերակը, որ 20%-ով էլեկտրաէներգիան կբարձրանա 3 անգամ էլ, 3.5 անգամ էլ կարելի ասել գազի սակագինը, այդ դեպքում մեր շատ քաղաքացիներ ուղղակի չեն կարողանա վճարել։ Ինձ թվում է այդ խնդիրը առաջանալու է։ Բացի այդ թանկացումը, տրանսպորտի թանկացում ենք ունենալու, ջերմոցային տնտեսությունների համար, որտեղ գազը ինքնարժեքի զգալի մաս է կազմում։ Մի քանի անգամ բանջարեղենը կթանկանա օրինակի համար, եթե Արարատյան դաշտի ջերմոցները հաշվի առնենք, որ տարբեր սեզոնների, օրինակ չգիտեմ լոլիկի, վարունգի, ելակի եւ այլ տենց գործեր են անում, շատ մեծ ծավալ է ի դեպ, այդ պարագայում արդեն շատ ահռելի աճ է լինելու, նաեւ գնաճ է լինելու մրգի բանջարեղենի բնակավարում։ Ուղղակի բաներ կա մարդիկ, չգիտեմ, թվում է թե պարզ բան է, բայց չեն պատկերացնում, քանի դա տեղի չի ունենում։ Էմոցիոնալ է նայում, ինձ թվում է, ավելի շատ էմոցիոնալ է նայում, ոչ թե պրագմատիկ, այսինքն հաշվարկի տեսանկյունից, պետք է կարողանանք նաև հաշվել մեր շահերը որտեղ է գտնվում եւ մենակ զուտ էմոցիոնալ ցանկությունների կամ պոռթկումներով որոշումներ չկայացնենք, այլ լինենք ռացիոնալ, քանի որ մեր հնարավորություններով տենց մենք շատ հարուստ երկիր չենք, ունենք փակ սահմաններ, 3 միլիոն բնակչություն եւ շրջապատված ենք նվազագույնը ոչ բարիդրացիական տրամադրված երկու պետությամբ։ Բայց արդյոք մեր ժողովուրդը ռացիոնալ է, թե ավելի շատ հենց էմոցիաներով են կառավարվում։ Հավատացեք, ժողովուրդը արդեն սկսել է հասկանալ, այսինքն տեսնում ենք նաև մեր շփումների մեջ, հատկապես մարզերի այցելությունների ժամանակ տեսնում ենք, որ առօրյա կյանքում այն փոփոխությունը, որը սպասում էին մեր քաղաքացիները 18 թվականից հետո, տեղի չի ունեցել, նույնիսկ թոշակի բարձրացումը, 10,000 դրամով ինչ-որ սիմվոլիկ թոշակի բարձրացումը, մարդիկ էլի սա անցալում են որպես նախընտրական քայլ, որը հնարավոր է հետագայում ինչ-որ ձևով նաև նվազեցվի կամ նույնիսկ նման կարծիքներ են արտահայտում, որ եթե բյուջետային եկամուտները հնարավոր չլինի ապահովել, իհարկե սկսելու են կրճատումներ կատարել։ Իսկ մարդիկ դա շատ լավ հասկանում են, շատ լավ զգում են, ընկալում են, որ իրենց կյանքում այն փոփոխությունները, որ մենք սպասում ենք 18 թվականից հետո, տեղի չի ունեցել։ Օրինակ տնտեսության մասին եթե խոսենք, հիմա մեր Հայաստանի տնտեսությունը ինչ վիճակում է գտնվում, իրական պաշտոնական թվերն ու իրական վիճակը համապատասխանում են իրար։ Տեսեք, մեր տնտեսությունը աճում է կապված Ռուսաստանում ստեղծված իրավիճակով։ Այսինքն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով բավականին մեծ դրամական հոսք ենք ունեցել դեպի Հայաստան, ապրանքների արտահանում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, որը բերել է տնտեսության աճի, բայց ես ուզում եմ մեր քաղաքացիները պատասխանեն իրենց բնակավայրում, քանի աշխատատեղ է ստեղծվել, քանի նոր գործարան է կառուցվել, նոր հիմնարկություն, օտարերկրյա ներդրումներ, ինչ գումարի չափով ենք ունեցել օտարերկրյա ուղակի ներդրումներ մեր տնտեսության մեջ, ոչ թե առևտրաշրջանառությունը, որը կապված է Ռուսաստանի Դաշնություն, արտահանել, ներմուծել այստեղից նորից ենթադրենք ոսկին արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ, դա տնտեսությունը, այո, վիճակագրությամբ աճել է տնտեսությունը, աճել է ենթադրենք տարեկան 6-ից 7%-ով, բայց ես ուզում եմ մեր
հասարակ քաղաքացիները պատասխանեն այդ աճը իրենց եկամուտների վրա ազդեցություն ունեցել է, իրենց բարեկեցության վրա ազդեցություն ունեցել է, թե ոչ։ Իսկ հարցնում եք, օրինակ այդ մարզային այցերի ժամանակ այդ հարցերը տալիս եք քաղաքացիներին։ Իհարկե հարցնում ենք։ Ինչ են ասում։ Քաղաքացիներ կան, որ ասում են մենք ոչինչ կդիմանանք, բայց մարդկանց մեծամասնությունը իհարկե ասում է, էլ չենք կարողանում այս գնաճի դեմը առնել։ Գեղարքունիքի մարզ խոսում ենք, ասում է դե ապրիլ-մայիս բոլորը գնում են խոպան, արդեն մարդ չի մնում, այսինքն այդ արտագնա աշխատանքը ինչի է դա կապված, որ իրենց գյուղում Մարտունի շրջանում մարդիկ չունեն արժանապատիվ աշխատանք, որպեսզի կարողանան իրենց ընտանիքներից չկտրվեն, ապրեն իրենց հայրենի գյուղում, իրենց հայրենի բնակավայրում եւ ունենան նաեւ արժանապատիվ աշխատանք, հնարավոր է անել այդպես, որպեսզի ունենան արժանապատիվ աշխատանք, չգնան խոպան, իրենց տներում մնան իրենց ընտանիքների հետ ու աշխատեն իրենց քաղաքներում ու գյուղերում, ու այդ դեպքում ինչ առաջարկ ունեք դուք Ուժեղ Հայաստան։ Դա մեր տնտեսական ծրագրի առաջի կետն է, 300,000 նոր աշխատատեղերի ստեղծում, որը հայտարարել է պարոն Կարապետյանը, եւ ձեզ վստահեցնում եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում դա իրատեսական ծրագիր է, ոլորտային, նույնիսկ քաղաքներով, մի քանի դեպքերով Նարեկ Կարապետյանը նշել է Վանաձորի, Սևանի ավազանի շուրջ, Մեղրիի օրինակով, Վայոց ձորի, Վայոց մարզի առաջին մեր ծրագիրը մեծ բարեփոխումը տնտեսության մեջ, որը բերելու է նոր որակյալ տնտեսություն է դարձնելու, դա նոր աշխատատեղերի, նոր գործարանների ստեղծումն է լինելու Հայաստանում։ Մի քիչ էլ խոսենք փոքր բիզնեսին տրվող արտոնությունների մասին, որտեղ որ 0% հարկի մասին է խոսք գնում, ինչի հենց փոքր բիզնեսին, այդ հարցը շատ է առաջանում հարց, որ բա այդ դեպքում ով է հարկ տալու, բանակը ոնց է պահելու, առողջապահական հարցերը, մի խոսքով են բոլոր հարցերը, որ պետությունը պիտի ապահովի ու դրա համար պետք են հարկային ներդրումներ, ոնց են դրանք արվելու, մի քիչ ուզում եմ այդ մասին խոսենք ու այդ փոքր բիզնեսի մեջ ովքեր են մտնում, ովքեր են շահելու դրանից, որ չեն վճարելու հարկ։ Մի քիչ դրա մասին խոսենք։ Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է ինչ է փոքր բիզնեսը, դա տարեկան մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող անհաձեռներեսներն են եւ ընկերությունները, ՍՊ-ներ, ՓԲ-ներ, եկամուտների տեսքով պետական բյուջեի եկամտային մասի ընդամենը 2.5%-ն է կազմում փոքր բիզնեսի կողմից իրականացվող այս շրջանառության հարկի վճարները եւ անցած տարի այդ հարկային բեռը կարելի է ասել կրկնապատկվեց փոքր բիզնեսի համար 5%-ից դարձավ մինչև 10%, ծառայությունների մատուցման, առևտրաշրջանառության ոլորտում եւ խստացվեց նաեւ փաստաթղթաշրջանառությունը փոքր բիզնեսի համար։ Ինչ ենք մենք առաջարկում, զրոացնել հարկերը փոքր բիզնեսի համար, քանի որ այդ պետական եկամուտների 2.5%-ը մենք վստահ ենք, որ այլ աղբյուրներից հնարավորություն ենք ունենալու եւ խոշոր բիզնեսից եւ այդ ստեղծվող նոր ձեռնարկությունների կողմից վճարվելիք հարկերից լրացնելու մի քանի անգամ ավելի շատացնելու եւ այն բեռը, որ կա փոքր բիզնեսի համար 10% միջև տեսնում ենք, որ դա շատ խտրական է եւ շատ սահմանափակող, իսկ մենք ուզում ենք, որ մեր փոքր բիզնեսը ավելի ուժեղ լինի, ավելի արագ զարգանա, ավելի վստահ լինի նոր նախաձեռնություններ, նոր բիզնես գաղափարներ իրագործելուց, քանի որ բիզնեսը ինքը ռիսկ է իր մեջ պարունակում ու պատկերացրեք, դուք ունեք բիզնես, որի շահութաբերությունը 20-25% է եւ պետությունը ասում է 10%-ը ձեր շրջանառության դուք պետք է տաք։ Դա նշանակում է ձեր շահույթի 40-ից 50%-ը պետությունը արդեն վերցնում է ձեզանից։ Մոտիվացիան փոքր ձեռներեցի միանգամից նվազում է մի քանի անգամ, որտեղ ինքը հասկանում է, որ աշխատելու է ու վճարելու է մենակ հարկեր։ Շատ մեզ դիմել են նաև փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր փակել են իրենց
բիզնեսը։ Վարսավիրանոցներ, փոքր արտադրություններ, խանութներ կամ հարկայինի կողմից շատ խիստ ստուգումներ է իրականացվում նրանց հանդեպ։ Սա առաջինը մենք հարկայինի վարչարարություն ենք նվազեցնում փոքր բիզնեսի համար, քանի որ 0% հարկով արդեն թաքցնել շրջանառության եւ այլն տենց կորում է նաեւ հարկայինի պոտենցիալ ուղում ենք խոշոր բիզնեսի վերահսկողությունը ուժեղացնելու եւ ինչպես ասացի ամենակարևորը փոքր ձեռներեցները պետք է ունենան հնարավորություն զարգանալու, ստեղծելու նոր աշխատատեղեր եւ պետության պարտավորությունը որպես գործընկեր ազատելն է հարկերից, որպեսզի բիզնեսը կարողանա լիարժեք աշխատել։ Մի բան գիտեք ինչ էի նկատում, օրինակ որ այս ծրագրի մասին առաջի անգամ խոսվեց, Նարեկը Կարապետյան, որ այս մասին խոսում էր, ես հիշում եմ, որ առանձին sense մատնանշում էր ոլորտներ, օրինակ ասում էր վարսահիրանոցները այլևս հարկ չեն վճարելու, ու մարդկանց մոտ ստեղծվել էր տպավորություն, որ դրանք ինչ-որ 1-2 sense մասնագիտացված ոլորտների է վերաբերվում, օրինակ դրանք չգիտեմ, վարսահիրանոցներն է պայմանական, ինչ-որ մեկ ուրիշ նմանատիպ բիզնես կամ 2-3 բան, բայց հետո պետք եղավ արդեն մարդկանց բացատրել, որ դա վերաբերվում է ցանկացած փոքր բիզնեսի, ով որ ունի ցածր շրջանառություն, այսինքն այդ 115 միլիոնից ավելի ցածր շրջանառություն։ Հիմա օրինակ քարոզարշավի ժամանակ մարդկանց հետ զրուցելու ժամանակ հաջողվում է տեղ հասցնել, որ սա բոլորիդ վերաբերվում է, օրինակ դուք կարողանում եք շփվել այդ բիզնեսի ներկայացուցիչների հետ, մարզերում կլինի, Երևանում կլինի տարբեր առիթների ժամանակ ու դա իրենց բացատրեք, որ սա բոլորիդ է վերաբերվում, անկախ քո ոլորտից, թե դու ինչով ես զբաղվում։ Իհարկե, առաջին հերթին իրենք են մեզ մոտենում, հարցնում, մեր ոլորտին սա վերաբերվում է ու որովհետև այդ թյուրըմբռնում է եղել է, ես անկեղծ որ ասեմ եղել է։ Շատ ճիշտ եք ասում, դրա համար մարդիկ են մոտենում, հարցնում, մեր խանութին վերաբերվում է կամ ես ունեմ փոքր արտադրություն, այդ արտադրությանը վերաբերելու է թե ոչ։ Եվ դրա համար ես նշեցի, որ շրջանառությունն է կարևոր, եթե մինչև 115 միլիոն տարեկան շրջանառություն ունեք, ուրեմն ձեր բիզնեսը ազատվելու է հարկերից։ Ստեղ նաև ես այս բանը ուզում եմ տեղ հասնել էլի, քանի որ նաև շատ է ասվում, էլի Կարապետյանի կողմից, որ տալիս են հնարավորություն, որպեսզի բիզնեսը աճի, այսինքն օրինակի համար դու հիմա ունես 20 միլիոն շրջանառություն կամ 50 միլիոն, դա համարվում է փոքր բիզնես, դու հարկ չես վճարում, քեզ տալիս են հնարավորություն, որ դու աճես, զարգանաս, 115-ը անցնես ու արդեն դրանից հետո նոր հարկվես, բայց այնքան կարևոր է ասել, ես հենց այսօր մեր նախորդ հյուրի հետ զրույցի ժամանակ էլ այդ նույնը ասում, որ եթե օրինակի համար մարդը ունի 10 միլիոն շրջանառություն, ինքը դրանով շատ լավ ապրում է, կյանքից գոհ է, դա իր տան տակ գտնվող մի հատ ինչ-որ գարաժ է, փոքր խանութ է, տարածք է, որ ինքը վերածել է իր ածոյով ինչ-որ փոքր բիզնեսի, անձամբ ինքն էլ այնտեղ նստած ինչ-որ ծառայություն է մատուցում կամ ինչ-որ բան է վաճառում, ինքը չի էլ ուզում ուրիշ բան անի, իրան դա լրիվ բավարարում է։ Չի էլ ուզում զարգանա, բայց այդ մարդը պիտի հասկանա, որ ինքը իր 10 միլիոնը միշտ կարա աշխատի, բայց հարկ չվճարի ու հարկային վարչարարության հետ չառնչվի, որը մեր հայերը չեն սիրում, չէ, ոչ մեկ չի սիրում, չէ, աչոտներ տա այդ աշխարհում տենց բան բիզնեսմեն չկա, երևի որ սիրի հարկային։ Բայց մեր հայերը հատկապես, օրինակ իրանք նույնիսկ sense կռիվ են տալիս դրա դեմ, որ հարկայինի հետ չառնչվեն, էլի մի տեսակ իրանք թղթաբանությունը միշտ ասում են, չէ, թղթաբանությունը ավելի քիչ օրինակի համար։ Հիմա այստեղ թղթաբանությունը կարելի է ասել իսպար վերանում է, այսինքն պարզ լեզվով եմ ուզում ասել, որ մեզ դիտողները դա հասկանան, որովհետև այդ մարդիկ ահագին շատ են, տենց ընտանիքներ կան, որ հենց դրանով ապրում են։ Հյուրատուն կլինի բան, այնքան շատ են տենց գործեր։ Արդեն մարդու ընտրությունն է, ինքը կուզենա զարգացնել իր բիզնեսը թե ոչ, բայց ամենակարևորը, որ ինքը պետք է իմանա, որ պետությունը այդ հնարավորությունը տալիս է իրեն զարգացնելու նոր նախաձեռնություններ իրականացնելու տալու է։ Հուսով եմ եւ վստահ եմ ընտրությունների արդյունքում 7-ից ունենալու ենք նոր վարչապետ, որը տալու է այդ հնարավորությունը։ Շատ լավ, այդ 5 քայլերի մասին խոսելով նաև այդ երիտասարդ ընտանիքների բնակարանների ձեռքբերման մասին էլի մի քիչ խոսենք, ինչ տարբերակով է դա լինելու, ոնց են կարողանալու բնակարան ձեռք բերել։ Ծրագրերից այո 20,000 մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր վարձով են բնակվում,
հնարավորություն ենք տալու ունենալ վճարման տարաժամկետ հնարավորություն եւ սեփականությամբ 0% բեռով, այսինքն առանց վարկային բեռ վերցնելու, պարզապես տարաժամկետ վճարմամբ հնարավորություն ունենան ձեռք բերելու բնակարան, որն է տնտեսական հիմքը։ Կառուցապատողները շատ մեծ ներդրում են կատարում հողի ձեռքբերման, ենթակառուցվածքների անցկացման համար եւ ընտրվելու են հատուկ տարածքներ թաղամասերի կառուցման համար, դա Երևանի հարակից եւ խոշոր քաղաքներին հարակից շրջաններն է լինելու, որտեղ հողը կառուցապատողին տրամադրելու է պետությունը, ենթակառուցվածքները ջուր, լույս, գազ ամբողջությամբ իրականացվելու է պետության կողմից եւ կառուցապատողը հնարավորություն է ունենալու տարաժամկետ վճարմամբ վաճառելու բնակարանները մեր հայրենակիցներին։ Ավելի էժան գներով, քանի որ այդ հանգամանքները կեժանացնեն, էլի։ Իհարկե, ավելի մատչելի գներով, քանի որ դա շինարարության ծախսը 20-ից 30%-ով նվազեցնում է։ Եվ իմաստը այս ծրագրի այն է, որ մարդիկ վարձի գումարը, իրենց տան վարձի գումարի վճարեն իրենց տունը ձեռք բերելու համար։ Նույն արժեքը վճարեն, սակայն տունը ձեռք բերեն սեփականության իրավունքով արդեն։ Քանի որ տեսնում ենք իրականում նույնիսկ մարզերում ունենք հայրենակիցներ, ովքեր այդ կանխավճարը նույնիսկ չեն կարողանում հավաքեն, աշխատավարձ է այնքան ցածր, որ այդ կանխավճարը չեն կարողանում կուտակեն, վճարեն բանկին, ձեռք բերեն բնակարանը, այնուհետև ենթադրենք 10-15 տարիների ընթացքում հիպոթեկայի մարումներ իրականացնեն։ Այս դեպքում առանց կանխավճարի զուտ ամսական հավասարաչափ վճարումներով տարաժամկետ վճարման սկզբունքով հնարավորություն ենք տալու մեր հայրենակիցները ձեռք բերեն բնակարան։ Հաջորդ կետերի մասին էլի խոսենք։ Մենք խոսեցինք 300,000 աշխատատեղերի ստեղծման մասին։ Մթերման կայաններն է երևի, որը եւս մեր հայրենակիցներին շատ հետաքրքիր կլինի, հատկապես գյուղերում ապրող այժմ գյուղատնտեսական բերքի իրացման խնդիր ունենք մենք Հայաստանում։ Ամեն տարի տեսնում ենք, հա։ Ամեն տարի նույն այդ խաղողի հետ կապված, ծիրանի հետ կապված բերքը շատ է, խնդիր է, որտեվ գինը իջնում է, երբ որ բերքը շատ է լինում, բերքը քիչ է, արդեն գյուղացին իր ծախսերը չի կարողանում հոգալ, ու դա մենակ մի ոլորտում չէ, այսինքն մենակ խաղաղագործության մեջ չի, նույն ցորենի աճեցման հետ կապված այդ խնդիրը ունենք, ծիրանի հետ կապված, պտուղ բանջարեղենի հետ կապված, ոնց է շղթան այժմ գործում Հայաստանում, արտահանողը գալիս է գյուղացու մոտ, ենթադրենք դաշտում բանակցում են, որոշում են ծիրանի արժեքը, պայմանավորվում են ով է, ենթադրենք ծիրանը ջոկելու, գյուղացին է բերում այդ աշխատողին, արտահանողն է բերում այդ աշխատողին, այսինքն այդ ամեն ինչը կատարվում է ասես դաշտային պայմաններում, առանց ինչ-որ համակարգված, առանց ով ոնց կարող է, հա։ Ով ոնց կա, ու այդ ընթացքում բերքի 20-ից 30%-ը կորում է, քանի որ դաշտային պայմաններում ջոկելը, ընտրելը, տեսակավորելը, արխերի մեջ տեղավորելը դա կորուստ է առաջացնում։ Ու 20-ից 30%-ը դա այն շահույթն է, որը գյուղացին պետք է ունենա։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում դեռ 20-րդ դարի երկրորդ կեսին 50-60-ական թվականներից սկսած գյուղատնտեսության զարգացման մոդել է ընտրվել այդ մթերման կայանների ստեղծումը, որոնք ավելի մասնագիտացված կլինեն մթերքի տեսակավորման, փաթեթավորման, արտահանման աշխատանքում եւ գյուղացին կմտածի միայն բերք ստանալու մասին, կզբաղվի իր գյուղատնտեսությամբ, չի դառնա եւ գյուղատնտես օրվա երկրորդ կեսն է վաճառող, առավոտյան գնա դաշտը աշխատի, հետո էլ շուտ-շուտ տանի շուկա վաճառի կամ հակառակ առավոտ տանի շուկա վաճառի, հետո գնա դաշտում աշխատի։ Այսինքն դա նորմալ շղթա է, որի
բացակայությունը Հայաստանում, ստեղծել է տարիներով բացակայությունը Հայաստանում մի վիճակ, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ շահութաբեր, ոչ էֆեկտիվ եւ անմշակ հողեր ունենք, բազմաթիվ անմշակ հողեր ունենք։ Հայաստանում մշակվում է մեր հողային ֆոնդի 40%-ը, իսկ մենք պարենային անվտանգության խնդիր ունենք նաեւ, քանի որ լոգիստիկ առումով ծովին ելք չունենք, սահմանափակ ենք, տեսնում ենք Իրանում պատերազմական մի իրավիճակ առաջանում, մեր լոգիստիկ շղթայի մեծ հատվածը, որը գալիս էր Իրանով, ընդհատվում է ու այժմ մենք որոշ չափով շուկան ասենց ստրեսի մեջ է, քանի որ պետքա բոլոր բեռները տեղափոխել, բերել, սկսել Վրաստանով ներմուծումը ու փաստացի այժմ մեր մոտ մի սահման է աշխատում, դա հայ-վրացական սահմանն է։ Այսինքն մենք պետք է մտածենք, որ ունենք պարենային անվտանգության խնդիր եւ գյուղատնտեսության զարգացումը դա մեր պետության ազգային անվտանգության մակարդակի խնդիր է։ Իսկ մթերման կայաններ ստեղծելը մեծ ներդրումներ է պահանջում։ Ներդրումներ բնականաբար պահանջում է, նախ առաջինը մեկ մթերման կայան չի ստեղծվելու, տարբեր մարզերում է այդ մթերման կայանները ստեղծվելու եւ դա ստեղծվելու է մասնավոր ներդրողների կողմից, այսինքն պետք է սա էլ հաշվի առնել, որ պետությունը ստեղծելու է պայմաններ, որպեսզի մասնավոր բիզնեսը գա եւ այդ մթերման կայանները Հայաստանում ներդրումները կատարի, աշխատացնի այդ մթերման կայանները։ Կարծում եմ օրինակի համար կլինեն մարզեր, որտեղ ավելի շատ կարիք կլինի չէ ունենալ մթերման կայաններ, օրինակ Արարատյան դաշտում։ Այո, մեր հիմնական Արարատի մարզ, Արմավիրի մարզը հիմնականում Արարատ, Արմավիրի մարզ, բայց նաև պետք է հասկանանք, որ ինքը զարգացնելու է նաև այն մարզերը, որտեղ գյուղատնտեսությունը այս պահին այն մակարդակի վրա չի։ Քանի որ արդեն երբ որ կա պահանջարկ, ավտոմատ ստեղծվելու է նաև առաջարկը, այսինքն մթերման կայանը ստեղծելու է պահանջարկ եւ գյուղատնտեսը ինքը գյուղացին սկսելու է զբաղվել հողագործությամբ, տեսնելով, հաշվելով, որ դա դառնում է շահութաբեր եւ նվազ ռիսկային։ Եվ հաջորդը որն էր, մենք խոսեցինք հաջորդը մաչելի դեղորայքն է, 20-ից 30% ավելի մաչելի դեղորայք, եթե դուք ունեք բարեկամ, որը որ սրտի հետ կապված, ճնշման հետ կապված շուտ դեղեր է օգտագործում պարբերական, իրենք բոլորը կիմանան, որ Վրաստանում ավելի մաչելի է դեղերը, քան Հայաստանում։ Եվ մեր շատ հայրենակիցներ գնում են Վրաստան կամ ժամանակի ընթացքում տեսնում են ով է իրանց ծանոթներից, մտերիմներից գնում Վրաստան, խնդրում են, որ այս դեղորայքը կլինի, գնեք, բերեք ձեզ հետ։ Երևի մենակ Վրաստան չէ, մենք անդադ Facebook-ում էլ ենք, չէ, գրառումներ տեսնում, որ այսինչ երկու ով կա, օրինակ այսինչ երկու, որ խնդրեմ այսինչ դեղն է պետք էլի կարող եք բերել, հա, այդ շատ հաճախ հանդիպող երևույթ է, նույնիսկ անծանոթ մարդկանց օրինակ ինչ որ խմբերում են գրում Facebook-ի օգտատերերը։ Դրա համար կարծում եմ, որ հա, այս հարցը շատ կարևոր է, որովհետև ցավոք սրտի, եթե մենք այցելենք հիվանդանոցներ, կտեսնենք հիվանդանոցների հերթերը, կտեսնենք, որ այդ հերթերում շատ են կարիքավոր ընտանիքի ներկայացուցիչներ, ովքեր նույնիսկ չեն կարողանում գալիս են օրինակի համար հետազոտվում են, բայց հետո այդ դեղերի գումարը չեն ունենում, որ ձեռք բերեն, օրինակ այդ խնդիրը կա։ Ու բուժումը կիսատամնում կամ ընդհանրապես չի էլ արվում։ Մենք ես օրինակներ գիտեմ, էլի, տենց բաների առնչվել եմ, ճանաչում եմ, տեսել եմ, գիտեմ։ Ցավոք սրտի մարդիկ գնում են, իմանում են, որ ունեն այսինչ առողջական խնդիրը կամ հիվանդությունը, բայց հետո չեն կարողանում դեղ ձեռք բերել հենց թանկ գների պատճառով։ Շատ ճիշտ եք ասում։ Նաև բժշկական պարագաները, մանկական պարագաները երեխաների համար նախատեսված ոչ միայն դեղորայքը։ Սա պետության գործն է, որ պետք է իրականացնի պետությունը։ Վրաստանի օրինակով շատ պարզ ձեզ բերեմ, որ սահմանվել է դեղորայքի արժեքի վերին շեմ, որից թանկ հնարավոր չի վաճառել, պետությունը արգելում է վաճառել։ Եվ այդ շեմը ոնց է սահմանվում։ Գոյություն ունեն դեղորայքների միջազգային գներ, հաշվարկվում է լոգիստիկ ծախսերը, դեղատնային
ցանցի շահագործման վերադիր ծախսերը շահութաբերության նորման 20-ից 25% ենթադրենք դիստրիբյուտորի համար եւ սահմանվում է վերին շեմ։ Արդեն մնացածը թող շուկան կարգավորի, եթե վերին շեմից ավելի ցածր կվաճառվի, շատ ավելի լավ։ Իսկ Հայաստանի եւ Վրաստանի միջև այդ ծախսերի տարբերությունը չի կարող 5%-ը գերազանցել, քանի որ ընդամենը 300 կիլոմետր ենթադրենք Երևանից Թբիլիսի հեռավորությունն է կամ Փոթից միջև Երևան հեռավորությունը, այսինքն լոգիստիկ ծախսը էական բարձր չի կարող լինել, նույն աշխատավարձի միջին աշխատավարձները շատ մոտ են, երկրների բնակչությունը մոտավորապես 3 միլիոն, Հայաստանի Հանրապետությունն է 3.7-3.8 միլիոն, Վրաստանի Հանրապետությունը, այսինքն այդ աննորմալ տարբերությունը, որ շատ հաճախ լինում է 2 անգամ ավելի թանկ դեղորայք Հայաստանի Հանրապետության, դա զուտ պետության ոլորտը չկարգավորելու պետական մարմինների անգործության արդյունքն է։ Շատ լավ, ինձ միած sense բան է հետաքրքրում, օրինակ, քանի որ մենք այդ 5 կետերը արդեն հիմնականում գիտենք, լսել ենք, դե ովքեր որ չեն լսել, հələ դեռ առիթ կունենան, որովհետև մոտ 2 ամիս կա մինչև ընտրությունները, որպեսզի այդ ծրագրին ծանոթանան, բայց իմ մոտ է այդ հարցը առաջացել, հենց իմ անունից եմ այդ հարցը տալիս, օրինակ ավելի ընդլայնելու կարիք չկա, որովհետև կան ոլորտներ, որոնք չեն ընդգրկվում այս զարգացման 5 կետերով ծրագրի մեջ, բայց վստահաբար որ կա նոր իշխանություն, օրինակ եթե ուժեղ Հայաստանը դառնա իշխանություն, առնչվելու է բոլոր ոլորտներին ու բնականաբար անելու է քայլեր զարգացնելու համար, օրինակ կրթությունը կլինի, գիտություն, մշակույթ, օրինակ այդ ոլորտների հետ կապված մինչև քանի դեռ ժամանակ կա, որ կարելի է մարդկանց հետ խոսել, ներկայացնել, ինչ որ ծրագրեր չկա, որ կարելի է այտենց նաև ավելացնել, ավելի մեծացնել այս կետերի ծավալը։ Վստահաբար լավ առաջարկներ կլինեն։ Միանշանակ լինելու է նախընտրական շրջանում ծրագիր, որը վերաբերելու է բոլոր ոլորտներին, սակայն այս պահին որոշվել է, որ մեր հասարակությանը հուզող երկու հիմնական ուղղությունները դա տնտեսությունը եւ անվտանգային ոլորտն է եւ ներկայացվել է այս երկու ոլորտային ծրագրերը տնտեսական 5 քայլերը եւ անվտանգային 6 քայլերը իսկ մնացած կրթական մշակութային գիտության աջակցության հետ կապված միանշանակ կան ծրագրեր, որոնք մենք սիրով կներկայացնենք մեր ընտրողներին նախընտրական շրջանում։ Եվ վերջին հարցին անդրադառնանք ապրիլի 11-ին նախատեսվում է հանրահավաք Ազատության հրապարակում ուժեղ Հայաստանի կողմից, արդեն այդ մասին հայտարարվել է, կներկայացնեք ինչ հանրահավաք է լինելու, ինչի մասին են ինչ են հայտնելու ձեր կուսակցության ներկայացուցիչները, այսինքն մարդիկ իմանան, էլի ուր են գնալու, ինչ են լսելու։ Սիրով օգտվելով առիթից համել հրավիրենք մեր համաքաղաքացիներին միասնության հանրահավաքի, քանի որ ապրիլի 11-ին ժամը 17:00-ին լինելու է միասնության հանրահավաք Ազատության հրապարակում եւ այս անունը արդեն իսկ հուշում է հանրահավաքի նպատակը միասնության կոչ անելն է եւ փորձել մեր հասարակությանը միավորել մեկ գաղափարի շուրջ, ունենալու հզոր Հայաստան, հզոր հայրենիք եւ կարողանալու միավորել, քանի որ մենք բազմաթիվ խնդիրների շուրջ ունենք տարաձայնություններ, բայց այժմ լուծումը միայն տեսնում ենք միավորման մեջ եւ այդ փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Շնորհակալություն։ Ես էլ հարցեր չունեմ, կարծում եմ շատ հետաքրքիր զրույց։ Ուժեղ ոդքասթների եթերում իմ հյուրը Ռոբերտ Կադարյանն էր, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։ Հաջողություն։